Պարոն Իսրայելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք մեր տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը, եւ այսպես, եթե դեմ չեք, մինչեւ ձեր խոսքին անցնել, ուղղակի այս պատկերը տեսնենք, թե ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ։ Այստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնալ, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ պետք, ես ձեզ կխոսամ ձեզ հետ պետք, ու այս քարտեզի մասին տես կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, խոսեմ պետք ձեզ պետք բարձր, ուրեմն անգամ չփորձեք ասել, որ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Լավ, հասկանալի է։ Մեկ Լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Խնդրեմ, այս պատկերը խորտկումը հանեցեք։ Ես գիտեք ինչից կսկսեի։ Այդ մարդը, որ այսօր մանն էր թափ տալիս Արցախցու երիտասարդ կնոջ վրա, ես կասեի, որ հենց դու գալով ղեկավարության մեր անունի տակ ես եկել, արա։ Մեր անունի արցախցիների անունի շնորհիվ այդ անունը տալով, Արցախի անունը տալով եկել ես իշխանության։ Հիմի դու քո խոստումից փախած, քո տված խոստումներից փախած, մարդկանց այդ խոստումները, որ տվել ես գցած այդ կրակի մեջ, դու այսօր եկել այդ ջայլ աղջկա առաջ կայնած, մատ ես թափ տալիս, տղա ես քեզ զգում, դու այդ քո նմանատիպ մարդը, ղեկավար կերպարը դնեք մի կողմ, դու դա տղայություն ես հարմարում, որ այդ մարդը դարել է քո խոստումների զոհը, որ այդ երեխան, որ այսօր այդ երեխու մոտել չես, որ ասում է քաշվելով գոնե հարգանք, էլեմենտար հարգանք կնոջ նկատմամբ, առանձնապես ցեղասպանությունից փրկված, քո մատուցած ցեղասպանությունից ասում եմ, ձեր մատուցած ցեղասպանությունից փրկված է ժողովուրդը, որ եկել ստե հասել են, իրենք պահանջատեր են նելու, միջև այնքան, որքան չպատժվեն այդ մեղավորները։ Ու մեր հայ հանրությունը, մեր ժողովուրդը մեր հետ է։ Ինչքան էլ ուզեք դուք մատ թափ տաք, ինչքան էլ ուզեք դու վախեցնեք, այդքան պատերազմ տեսած այդ ժողովուրդը, այդքան տառապած այդ կյանքի այդ ճանապարհը անցած ժողովուրդը մատ թափ տալով կամ ինչ որ բանով չես կարա վախեցնես։ Վախեցեք դուք ձեր խոստումներից խուսափելով, ձեր պատասխանատվությունից փորձելով խուսափելով, այդ դրային վաղվա օրվա մասին մտածեք։ Այսօր ինձ համար այդ կերպանը, այդ տեսարանը, որ մենք տեսել ենք, ինձ համար ավելի հպարտանալի է եղել մեր երիտասարդ կնոջ պահվածքը, դաժե փոքր երեխու պահվածքը, որ նա նայում էր իրական դավաճանի աչքերին, այդ երեխեն նայում էր իրական դավաճանի աչքերին, ով իրեն մայրական հայրական, որ ասում է բնորանը Արցախը հանձնել, այ ապագան այդ երեխան է քո պատասխանը տալու, ապագայում այդ երեխեքն են ձեր պատասխանները տալու, այդ երեխոց առաջ եք դուք լինելու անիծված, այդ երեխոց առաջ եք դուք լինելու պատժված, որ այդ երեխեքը կարողանան լավ ապագա դրսևորեն։ Իսկական հայի կերպարը, իսկական հայ լինելը հենց դրա մեջ է, որ մարդ մի բան խոսք է տալիս, միջև վերջ իր խոսքի տեր է կաղնում։ Այդ աղջիկը, այդ մեր քույրը, մեր հարազատը, մեր արցախայության մի մասն է։ Սիրելի արցախցիներ, իրական Արցախցու տեսակը, իրական Արցախցու դրսևորումը մենք տեսանք։ Հաշվի չառնելով ինչ հանգամանքում, մեղավորին երեսին պիտի ասես, դավաճանի երեսին պիտի խոսես, պիտի համարձակ լինեք մեր բոլոր քայլերի մեջ։ Սա է մեր արժանապատվության սկզբունքները, սա է մեր հայ լինելու պատկանելիության, ազգային պատկանելիության արժեքները, սա է մեր կրոնական պատկանելիության արժեքները, որ մենք դրա մասինով դրանով պիտի առաջնորդվենք։ Այն ինչ վերաբերվում է նորից անդրադառնալով այդ պահվածքին, ես արդեն մի քանի թե հայտարարությունների մեջ է, թե ուղիղ եթերում է, ես անդրադարձել եմ։ Սիրելի հայրենակիցներ, այդ կնոջ այդ երեխու տեղը կարա լինի ամեն մեկիս կինը, ամեն մեկուս երեխան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև ունեք վտանգավոր Ինձևի մարդու հետ գործ, ինձևի ղեկավարի հետ գործ, որ նա թքած ունի ընդհանրապես մեր ազգության, մեր իրավունքների, մեր ընդհանրապես էության
բանի որ ասում եմ հայ լինելու վրա։ Ինչի համար, որովհետև մենք ինչի ենք հակասում այդ մարդուն։ Այդ մարդը թուրքական թեզ է տանում ստե։ Այդ մարդը թուրքական քարոզություն է տանում։ Մենք ազգովի դեմ ենք, մենք ազգովի հակասում ենք, մենք ազգովի համաձայն չենք, մենք ազգովի չենք հարմարվում։ Այդ մարդը ջղայնանում է, մատա թափ տալիս մեր վրա։ Հիմա ես չեմ հասկանում, այս դեսպանին Թուրքիի դեսպանը ով է նշանակել այս երկրում։ Այս մեր ազգի համար մենք այդ որ ասում եմ մեր պատիվի համար մեզ դա սազական բան է։ Մեզ դա այս իրավիճակին որ մեր հայի հասարակության որ մասն է հարմարվում այս իրավիճակին։ Մարդ առավոտից իրիկուն դուրս եկած փողոցներում ժողովրդի հետ փորձում է համոզել, փորձում է հայի կերպարը փոխի։ Պարտված նվաստացած հայի կերպարը ուզում փոխի։ Թուրքի երազանքն է, դա հասկացանք։ Բայց որպես ղեկավար, որպես այսօրվա իրավիճակում ցավոք սրտի այս երկրի ղեկավարը, սա գործերը թողած, իր պարտությունը ուզում է բերի մեր գլխին, մեր վզին գցի։ Իր պարտությունը ուզում է 100 տարիներով մեզ վրա պիտակավորի, այդ խայտարակ պարտությունը։ Ամեն մեկը մտածելով, տեսնելով, լսելով, ձեզ ինքներդ որպես հայ, ձեզ դուր է գալիս այդ բաները։ Հիմի դրանից բացի, էդի որ չի աշխատում, դրա պահվածքի բանին նայ, ընթացքում օրվա ընթացք, այդ մար կերպարի մասին եմ խոսում, օրվա ընթացքում ներողություն է խնդրում, մի պարագային, որ ես տես բան չեմ ասել, նայեք ինչ մանիպուլյացիա է անում, երկրի ղեկավարը պատասխանատու, այսօր մի բան ասում, վաղը հակասում է, դե սրա մոտ, դրանց մոտ դա նորմալ երևույթ է, այդ իրավիճակի հետ կապված, ասում է ես տես բան չեմ ասել, հետո տեսնելով սրանք դե բան են, չէ, ուսումնասիրում են, տեսնելով հանրային ժողովրդի կողմից, հասարակության կողմից, սրանց քննադատելը, սրանց ամեն ձևի երեսին, որ ասում եմ, ամեն խոսք ասելով, արդեն հրապարակային ներողություն է խնդրում։ Բացի հրապարակային ներողությունից էլ մի հատ իր էջում տեղադրում է, հրավիրում է այդ աղջկան, գալու իր երեխու հետ, որ միասին նորից էլի ներողություն խնդրելու կամ էս մեկ եմոս։ Ժողովուրդ, մի րոպե մի հատ բան հասկանանք էլի, սրանց ներողությունը ինչ բանի, նախաշեմ ներողություն հասկացողը, դա այնձևի բառը, որ ամեն մարդ ձգտում է միշտ իր պահվածքում, իր կյանքի ժամանակի ընթացքում դրսևորումներով հազվագյուտ օգտագործի ներողություն խոսքը։ Դա շատ բան խոսք է, էլի ամեն մարդ արարքից հետո ներողություն խնդրելը, դա գիտեմ, որ համարձակ մոտեցում է, ճիշտ մոտեցում է, բայց սրա նման մարդը, որ առավոտից իրիկուն, կամ էլ որ վերցնեք, Արցախ Հայաստանա ու վերջ, հետո ներողություն, 5000 զոհ եմ տվել, հետո ներողություն, այսքան բաներ են անում, հետո ներողություն, այս իրավիճակում հայտնվում են, հետո ներողություն, ինչ կա չկա, հետո ներողություն, то идите նախորոք մտածեք տակ դա, հետո եկեք այդ ներողությունը խնդրեք, այ հանրությունը ժողովուրդն է ձեզ հետ ասում։ Գնացեք նախորոք մտածեք, որ տենց բան կա, չէ, հասկացողություն կա։ Հետո եկեք այդ ներողությունը խնդրեք, որովհետև 10 հատ ներողություն ասողը, դա ինչ մարդ է, ինչ է իրանից ներկայացնում։ Դե տենց է, դուք էլ մի հատ ռադներդ քաշեք, ներողություն խնդրեք ու ռադներդ քաշեք։ Եթե տեղ այդքան տղավարի, տղամարդու ճիշտ սկզբունքներով շարժվող եք, ներողություն խնդրեք, ռադներդ քաշեք։ Այսքան ցավ եք բերել, այսքան բաներ եք բերել, այսօր ասում եմ, աղետներ եք բերել մեր գլխին, մեր ժողովրդի գլխին։ Ձեր մեղքով ինչ եղել, այսօրվա իրավիճակում, մեկ ինչ իրավիճակում հայտնվել եք, դա բոլորը ձեր հետ կապված է, ձեր որ ասում եմ, հետո մեկ էլ ես արդեն խոսույթ է դարել այդ պատերազմով վախեցնել կամ պատերազմով սպառնալիքների հետ կապված բաները, այդ խոսույթները։ Պատերազմի հետ կապված գոնե մի հատ ուրիշ մարդ խոսա, որ ես իր ընթացքում իր բերած պատերազմը չլներ կամ այդ պատերազմի մի ձևի դիմադրեր կամ ինչ որ բան ունենար այդ պատերազմի խաղթակ կաղմա կամ ինչ որ այս մեկը մույսն է։ Այդ պատերազմի սպառնալող մարդը, որ ասում է այսօր ինձ չընտրեք կամ այսօր որ մեզ չընտրեք, հենց դրանից հետո պատերազմ ալնել, հոկարակը չընկանք։ Հիմա ձեր ավտոբուսը կարող է գնա մի հատ վթարի մեջ ընկնի, մերրեք սաղդ։ Հիմա մեկ պիտի ասեք կրակ ընկակ պատերազմա գալու, կամ ձեզանից մեկի հետ բան կարող է մարդ եք, հիմա մեզ ամեկից մեկի հետ էլ ճանապարհա գնալով այնա ման եք գալիս միտեղից մի բան անգնում, միտեղից դուք եք ուզում ընկնեք զորով են պահում, հիմա ձեր հետ մի բան պատահելու դեպքում կարող է պատերազմ լինի, էդ էլ կարող է կապեք այդ պատերազմի հետ,
Հրամոտ այ անթասիբ որ ասում է այ այդ ինչ օր է այդքան վարքանիշները տիչել է այդքան մտավախությունը ձեր մեջ սարսափ արտնացել որ ընկել եք փողոցներ ընկել եք քաղաքի մեջ ժողովրդին ուժը չեք կարող ուրիշ ձևի համոզեք սպառնալիքներով եք ժողովրդին համոզում այն էլ պատերազմ տեսած ժողովուրդը այն էլ այդ պատերազմով անցած ժողովուրդը այն էլ այդ պատերազում միջև ձեզ հաղթող ժողովուրդը դու դրանցով ինչ սպառնալիքներ եք անում կարող եք սպառնալիքները մեկ առաջի օրն եք լսում տասնյակ տարիներ են Թուրք Սրիկ Ալիևից միշտ լսում եք այդ պատերազմի սպառնալիքների մասին մնացած տարբեր հարթակների ժամանակահատվածում միշտ այդ սպառնալիքները եղել է մենք գիտենք դա պատմական թշնամի է լա պատմական թշնամուց լսեինք ուրիշ բան է բայց երկրի ղեկավարի կողմից սպառնա իր սեփական ժողովրդի պատերազմով որ ինձ չընտրեք կամ որ մեկ չընտրվեք այստեղ է գալիս է ուրիշ մեծ հարցի կասկածանքի տեղ տալը փող եք վերցրել խոստումներ եք տվել ինչ որ պայմանավորություն եք ձեռք բերել որ Ալիևը կարող է հետո դնի բերանը չեն բացում էլի որ ասում է որ հետո պիտի պատասխան տակ հա քաքի մեջ եք ընկել չէ զգում եք չէ դրա հոտը գալիս է ինչ վատ հոտ է գալիս չէ պայքարելի պիտի ամբողջովին պայքարեք Գնալ պիտի միջև ամեն վերջ, միջև վերջը պիտի գնանք։ Ժողովուրդ, որ ես ասում եմ, սա պատերազմ է, մեր այս գալիք ընտրությունները, ես այդ բառերը ես չեմ օգտագործում։ Ես գիտեմ սրանց նմանատիպ մարդկանց ղեկավարում պահվածքը, որ սրանք ամեն ինչի պատրաստ են, ամեն ինչի զոհաբերելու նույն ձեզ ժողովուրդ, նույն մեզ, կրկնապատիկ որ ասում եմ, այս մեկ ամեն պարագայում հանուն իրենց աթոռը, հանուն իրենց բանը պահելու համար։ Հիմա անդրադառնամ մի հատ էլ խոսք արեն փախածների իմաստով։ Ցեղասպան 15 թվի ցեղասպանությունից փախածներ, Բաքվի ջարդերից փախածներ, Սումգայիթի ջարդերից փախածներ, Ջերմուկից փախածներ, ձեզ էլ է վերաբերում, այն տարածքները, որ հիմա Ադրբեջանի տերապետության տակ է գտնվում, այն քարտեզը, որ ձեռը այսքան փոքր է դարել իրանց ձեռը, իրանց բանի, այդ քարտեզը առաջ շատ մեծ էր։ Այդ քարտեզը ուներ իր հզորությունը, իր մեծությունը, ազատագրված, ամեն ձևի, որ ասում են, արդարացված։ Հիմա այդ մի հատ իրանց բանի ղեկավարը ման ժամանակ դարել է մի հատ փոքր քարտեզ, այդ քարտեզը վերցրած դոշ խփելով գնում են մնացածին էլ անվանում են փախածներ։ Բա փախածը հենց դու ես այդ քարտեզի մեծ բանով որ փոքրացվել է, փախածը ով է։ Այսօր փախած որ քո խոստումներից նորից եմ ասում, քո տված որ վերընտրվելու այդ խոստումներից նորից էլի օգտագործելով Արցախի դեօկուպացիանը, Արցախը հադրութի բանի դեօկուպացիանը, Շուշվա դեօկուպացիանը, այսօր խի ես այդ խոստումներից փախնում։ Այսօր փախածը ով է, որ դու փախած չլնեիր, այդ ժողովուրդը այդ իրավիճակում չէր հայտնվել։ Այդ ժողովուրդը որ զոհ է դարել, ուներ հնարավորություն չկռվել, որ իմանար, որ դա վաճառվելու է, հանձնվելու է կամ ամեն ձևի տանելու է այդ ժողովրդին պարտության։ Այդ ժողովուրդը այդ իրավիճակից ուրիշ ձևի, ուրիշ ընտրություն կաներ, բայց դուք այնքան եք սրիկաներ, որ օգտագործել եք այն խոսույթը, որ հանրության մեջ ձայներ կարողանաք բանանեք, որ ասում է ձեր նկատմամբ գողանակ։ Բախի եք Արցախի բառը օգտագործել նախընտրական ժամանակահատվածում, որ Արցախը կար։ Մինչև ձեր կառավարություն իշխանության գալը խի եք Արցախի անունը օգտագործել։ Մեր անունով եք դուք դարել իշխանության։ Մեր արյունով եք դուք եկել իշխանություն ու բանարել զավթել։ Այսօր դրանից ուզում եք խուսափեք։ Չեք կարա։ Պատասխանը տալու եք մինչև վերջ, նորից եմ ասում։ Այդ ժամանակ արդեն երևալու է փախածը ով է, վախկոտը ով է, կամ որ ասում է իր խոսքի տեր կանգնածը ով է։ Հիմա դրա շարունակությունն էլ ասեմ։ Այդ ինչ որ ասում է։ Այսօր մենք ժամը 3-ին 15:00 ազգային ժողովի Բաղրամյանի այդ մուտքի մոտ ակցիա են կազմակերպում, պահանջելով բացահայտել պարտության, պատերազմի պարտության պատճառները, որ հանձնաժողով եք ձևակերպել, այսա տարու կեսա դրա հետ կապված աշխատանքներ եք իրականացնում, պարզաբանելու, Անդրանիկ Քոչարյան, այսօր գալիս ենք բանը, ազգային ժողովի դիմաց պահանջելով քո տված խոստումները, համբերեք ժողովուրդ,
Այս ասաղ պարզաբանելու ենք, դավաճաններին էլ ենք ասելու, պատասխանատուններին ենք ասելու, պատճառներն էլ ենք ասելու պարտությանը։ Այսօր գալիս ենք անհետ կորած ծնողների հետ, զոհված որ ասում այն հերոսների հարազատների հետ, Արցախը կորցարած այդ ժողովրդի հետ հասարակության մի մասի հետ, գալիս եք պատասխանների հետևից, դուրս եկեք, պատասխանները տվեք հիմնավորած, ուզում եք դա հանրային բոլորը իմանան, այդ դրանից հետո գնալու ենք ընտրությունների, դե եթե տղա եք բացահայտեք ու գնում եք ընտրությունների, տեսեք այդ ընտրություններում ով է հաղթելու, ովքեր են հաղթելու այդ ընտրություններում, առանձնապես առանձին որ ասում է անդրադառնալու ստեղ տարբեր ուղղությունների տարբեր վրա հարցեր չկա, ամենակարևորը այսօր ես նորից ուզում եմ անդրադառնալ մեր արցախահայության, հայո։ Արցախահայությունից եք խոսում, հենց մի քիչ առաջ Ալեն Սիմոնյանը ասում է Ղարաբաղը, ինչ եք Ադրբեջանի կազմում, ինչ եք ուրիշ բառ օգտագործում Արցախ նկատի ունենալու։ Նայեք, Ղարաբաղը Ալեն Սիմոնյանի օրոք է դարել Ղարաբաղ, Արցախը եղել է Դե հասկանալի է, Ադրբեջանինն է, որովհետև իրանց օրոք է եկել, իրանց ժամանակ ղեկավարը ժամանակ է եկել ու բան են արել, այդ մարդը ուրիշ բառ ինչ պիտի օգտագործի։ Նույն Ալեն Սիմոնյանը, նորից եմ ասում, այդ խումբը, որ եկել է իշխանության, Ալեն Սիմոնյանը, որ Ալեն Սիմոնյան է, այսօր որ տենց դոշը խփում է, արցախցիների անունով է եկել, Արցախ անուն տալով է եկել։ Այդ պատասխանները պիտի տվացվի։ Հիմա ասում եմ, ես հանձնաժողովը, որ ձևակերպել է այդ հարցերի պատասխանները տալու համար, այսօր ինքն էլ է այդ մարդկանցից մեկը, որը պիտի այդ պատասխանները հանրայնացնեն, այդ ինչ են ուսումնասիրել, այդ ժամանակահատվածում, այդ որ ասում է ժողովուրդը այդ վարկերից էլ սնվել են, ահագին փողեր է ծախսվել, միլիարդների մասին եք խոսում, որ արցախահայությանը, արցախցիներին բան եք արել, կամ էլ դուրս եկած ասում եք, այսքան փող ենք տալիս ձեզ տեղ, այսքան փողեր ենք հատուցում, դու արա թքած ունեմ քո փողին, վերադարձրու իմ հայրենիքս, արա վերադարձրու իմ հայրենիքս անգին է, փող չունեմ, չենք ուզում ոչ մեկս, վերադարձրեք ու ոչ մի հարց չկա, կարակ վերադարձնեք, չէ, այդ փողով դուք եք վաճառվել, այդ ուզում եք մեզ էլ փողով, որ ինչ-որ բանով խափեք կամ էլ մեր, որ ասում է, պատմական հիշողությունները վերացնեք, Էդի դուք եք տենց կարողանում, դուք եք այդ մարդու կերպարը, դրա համար մեր մեկ էլ հանրության, հասարակության ձեր մեջ տարբերությունը դա է, դրա համար թուրքը ձեր հետ է առևտուր անում, դրա համար թուրքը ձեզ է ուզում տենի այս օրվա ղեկավարության մեջ, որովհետև դուք ծախվում եք, ձեզ կարելի է առնել, վաճառել, հասկանում եք դու ձեր սրբությունները, հիմի դրանք ուզում են ձեր ձեռով, ձեր բերանով էլ մեկ էլ այս հողին տեր կաղնելու, միջև այս Արցախի հազման կործանման հետո եկաբաներ էիք խոսում, ասում եք Արցախը տվիք հանուն փրկության, իք ձեր բերեցինք անկախություն, բայց անկախությունը ինչ վտանգի տակ է, ինչ վտանգ պիտի բանան, ինչ պատերազմ պիտի այդ ձեր բերած անկախության վրա հարցացակում, ասում ես անկախություն եք ձեր բերել, Արցախը տվել եք, մենք էլ ասել եք չէ, Ադրբեջանի համար դա թուրքացման ծրագիր է, դուք էլ մեզ հավոզել եք, չէ, Արցախը բան եք արել, որ մենք անկախություն ենք ձեր բերել, քարտեզը վերցրած ման ես գալիս, ասում ես ժողովուրդ այս սա է մեր հայրենիքը, բայց հայրենիքը եթե ինքը իր ունի սահմաններ, եթե ինքը ունի բանարած ձեր ասած անկախությունը ձեռք բերած, ինչ պատերազմի մասին է խոսքը գնում, խոսքը խի պիտի պատերազմ լինի, խի պիտի Ալիևի այդ բանը, որ ասում է ամեն օրվա իր խոսույթը, որ Բայց ես ասում եմ, հիմի այսօր դրա այդ իրավիճակի հետ կապված, սրանք էլի հակասում են իրենց բառերը, ժողովուրդ սուտասաններ են, ժողովուրդ սրիկաններ են, ժողովուրդ պատերազմ բերողներ են իրանք, ու մեզ այսօրը կցողնել ու վաղ վաղորնել, եթե նորից եմ ասում, սրանք հաջողվի կամ վերընտրվելու կամ բան, սա մեր պարտությունն է, իրենց հաղթանակը չի, սա մեր պարտությունն է, հասկանում եք դուք, մենք իրավունք չունենք թույլ տանք նման մարդկանց ղեկավար ունենա հայ ազգը, Հայ ազգարժանապատիվ ես այնքան հերոսներ, այնքան որ ասում է արյուն թափած, սրանք ովքեր են որ գան դրանց այդ արած գործերը մի օրվա մեջ մի ժամանակահատվածում զուրայացնեն, փուրը այն որ ուտում են, այն լավաշներն է բանա, այս սրանք այդ հարցի մեջ են, որ ասում է առաջնային,
Այս սրանով են ամեն ինչ հաղթող, լավ ուտելով, թալանելով, լափելով, այս սրանք էլ ձևել ցույց են տալիս։ Հիմի սրանց ամեն մի մոտեցումը, որ այսօր իրավիճակում համընկնում է Ադրբեջանի ղեկավարի մեր պատմական թշնամու խոսույթի հետ, մենք խնդիր ունենք մի, որ ասում եմ, թշնամու հետ։ Կամ սրանք կամ նրանք, մեզ համար տարբերություն չկա։ Սա մեր բոլորիս համար մարտահրավեր է։ Ներքին թշնամին, արտաքին թշնամին։ Ներքին թշնամին ունենալով դա մեր համար առաջի խայտարակությունն է, արտաքին թշնամու հետ էլ մենք ներքին թշնամու հարցերը լուծելուց հետո արդեն արտաքին թշնամու հայն հաղորդակներ եք փակելու ու ամեն հարցերի լուծումների պատասխաններն եք ունենալու։ Ես հայ ազգի այն նվիրված հերոսների, այն մեր առաջնորդների առաջնորդվող ներկայացուցիչն եմ։ Բոլորին եմ ասում, ամեն մեկը հստակ ձևակերպեք ձեր մոտեցումները, ամեն մեկը ձևակերպեք դրսևորեք ձեր ձեր տղամարդ էությունը, մեր երեխոց, մեր կանայց են արդեն մատ թափ տալիս, դա ինչ է կոչվում, դա ինչ է նշանակում, տղերք ջան, բոլորիդ եմ ասում, ես ամեն մեկին, որ ասում է, ունի իր կյանքը ունի իր անցած ամեն ճանապարհը, այդ ճանապարհի ընթացքում էլ ձեր դրսևորումներն էլ եք ունեցել ամեն մեկը։ Ես գիտեմ, թե սա, այս պահվածքները, այս նմանատիպ, որ ասում է իրավիճակներում, սա մեր բոլորիս է վերաբերվում։ Գետինը պիտի մտնենք, բայց ոչ մի բան, համբերությունով, համբերատար լինելով շարունակական համախմբված, ազգային համախմբվածությունով ջարդ պիտի տանք բոլորս, որ ասում է ոչ հայանպաստ ես, թուրքանպաստ ես, որ մոտեցումներին ու թեզերին։ Մենք մեր ազգի մեջ ուզում ենք տեսնենք ուժեղ ղեկավար, ուզում ենք ղեկավարով հպարտանանք, ոչ թե քննադատենք։ Ուզում ենք ղեկավարի հիման վրա մեր վաղվա ապագան, մեր երեխոց կախված է, մեր ապրելակերպի հետ կապված է, մենք արդեն կարողանանք պլանավորենք, ոչ թե ամաչելով կամ էլ այսօր մտածենք վաղը ինչ կլինի, վաղը չլինի, պատերազմ կլինի, պատերազմ չլինի, տոում ես վախեցնում պատերազմով, նորից եմ ասում։ Եթե մենք այս իրավիճակում հայտնվել ենք, ես նորից եմ ասում, ավելի լավ է ես արժանապատիվ բեռնեմ, քան ստորուկի նման ծնկաչոք լինեմ, քո նման թուրքամետ, որ ասում է, այդ սիրիկա պատմական թշնամիների առաջ, ասելիք ուրիշ չունեմ։